Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Բելարուսից Հայաստան բերել Գագիկ Ծառուկյանի հետախուզվող որդուն։ Լակոտիկ, Բելարուսից վծից բռնած բերելու եք։ Վարձկաձողի մասին խոսեմ, ես երբեք ինձ թույլ չեմ, դա իմ կլասը չեմ քսի։ Ուժեղ Հայաստանը չի վստահում Ալիևին, դրա համար ուզում է խաղաղության պայմանագիրը լինի միջազգային երաշխավորությամբ։ Մենք ուզում ենք այս մարդու հետ իրապես կնքենք խաղաղության պայմանագիր, բայց ուզում ենք, որ այդ պայմանագրով երաշխավորը լինի։ Մինչ Մոսկվայից հստակություն են ակնկալում եւ արագ, Երևանից պնդում են Եվրամիություն, թե ԵՏՄ ընտրության ժամանակը դեռ չի եկել։ Մենք թափանցիկ գործընկերաբար կխոսենք եւ մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք, թե որը կլինի այդ ընտրությունը, չգիտենք։ Քաղաքական ուժերը հաղթանակի դեպքում արտաքին ինչ ուղղություն կընտրեն։ Ինչ առաջընթաց թրիփի կառուցման հարցում ամերիկացիները քննարկումներ են արել Երևանում։ Նախ թեժացող քարոզարշավի մասին Չենգավի ԹՈՒՄՔ ղեկավար վարչապետ Փաշինյանը այսօր խոստացել է բռնել եւ Հայաստանում պատիժը կրելու բերել իր ընդդիմախոսներից Գագիկ Ծառուկյանի որդուն, որին իր իսկ իշխանության շրջանում իրավապահները արդեն 1.5 տարի է որոնում են եւ որին հաջողվել էր Հայաստանից անարգել հեռանալ, ըստ տեղեկությունների կամ Ռուսաստան կամ Բելարուս։ Նվեր Ծառուկյանը մեղադրվում է խուլիգանության եւ կողոպուտի համար։ Փաշինյանը Շենգավիթ է գալիս լսել ու տնից դուրս է եկել Մարջան Մարությանը։ Դե ես այս տնից դուրս եկա քայլեցի։ Թոշակը հենց 10,000-ով բարձրացավ ու 52,000 դարձավ, նպաստը կտրեցին։ Կասկած չունի, որ այս անարդարությունը չի հանդուրժի Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի քարոզչական թիմն անցնում էր Շենգավիթի բակերով, կարճ կանգառները լուսանկարվելու, քարտեզներ բաժանելու ու կարճ դիալոգների համար են։ Միշտ քո համար ես պայքարել եմ, կռվել եմ բոլորի հետ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ։ Բարև եղբայր։ Լավ եք, լավա ձեր տրամադրություն, քարտեզ եւ բուկլետ, լավ եղեք։ Անձամբ ես հավատում եմ, որ ապագա կա։ 80-ամյա Ռիմա Զաքարյանը քարտեզն արդեն կրծքին է ամրացրել, ցմահ հասած։ Ինչքան ապրեմ, այնքան սա իմ հետ կլինի, որտեղ սա մեր տարածքն է, մեր հողն ու ջուրն է։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդին հետևում էին պատշգամբներից։ Սենց սպասարկում երբեք տեսել դուք, էլի։ Մենակ ճիշտ ասեք, էլի սենց սպասարկում երբեք տեսել։ Չես շամացվում։ Արցախցի կինը չէր ուզում, բայց թաղի բոլոր անկյուններից լսվում էր Փաշինյանի ձայնը թոշակների բարձրացման ու առողջապահական ապահովագրության մասին։ Ես չեմ էլ ուզում իրան լսեմ։ Այո, հեսնեց, ինչի ստից։ Ստից։ Ամեն ինչը ստից է։ Թոշակը 10,000 դրամ ավելացրել է, 5 ամիս առաջ ավելացներ։ Ինչ ապրելի մեկա, որ ընտրություն է։ 10,000-ով ավելացրած թոշակն ինչ անեմ անտուն անհայրենիք հուզվում է կինը։ Իմ Արցախն է ինձ պետք։ Իմ ամուսնուս գերեզմանը, իմ երեխեքի գերեզմանը, ամեն ինչ։ Արցախն ով եկալ է, ով կնա նրան ասա, ով որ տվեց վերջորը, վերջորը հազդեցի, սաղին Արցախը տված պրտասը։ Փաշինյանի աջակից միտիկին լրացրեց արցախցի կնոջը, նրան անշնորհակալ անվանեց, միջադեպն այստեղ փակվեց, բայց թեման ի վերջո հասավ ու հունից հանեց Փաշինյանին մեկ այլ հասցեում։ Դուք հանձնել եք Արցախը, ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը, դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն է 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ է հա զոհերի թիվը, մի հատ է 5000 թիվը։ Քաղաքացուն հակադարձեց, թե Ղարաբաղը կորցրել էինք վաղուց եւ Հայաստանն էինք կորցնում։ Այդ զոհերի գնով պետություն ու ժողովրդավարություն կա, ըստ Փաշինյանի։ Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Միակույսս ձեր չընտրվելն է, Փաշինյանը տղամարդուն չհամոզեց եւ այս հարցը թարմացրեց ավելի ուշ Շենգավիթի մեկ այլ թաղում ու բորբոքվեց նորից։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ,
Այսինքն այդ արնախումներին քիչ է, հասկանում եք։ Քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Նրանք չեն կարողանում տանել։ Իրանց երեխեք ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Դուք Ղարաբաղի մասին խոսում եք։ Դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Նախկիններին վիրահատական ճանապարհով հեռացնել է պետք ասած Փաշինյանը։ Հաճախ է նրա համակիրները հարցնում, թե ինչու են նրանք ազատության մեջ, բացատրեց մաֆիայի հետ գործ ունեն։ Եվ այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել եք, մնացել է վերջին 3 գլուխը, վերջին 3 գլուխն է մնացել, այդ վերջին 3 գլուխը ընտրություններում պիտի կտրենք իրար հետ, պիտի կտրենք իրար հետ։ Արցախուրդում գտնվող վարչապետի Քարոզ Արշավին այսօր աչալուրջ հետևում էր Շենգավիթի ոստիկանապետը Արթուր Մկրտչյանը։ Ծառայություն եք իրականացնում, խանգարում եք թող։ Բոլոր քաղաքական ուժերի միջոցառումները։ Այո։ Քաղաքացիական պայմանագրի թիմը մշտական ուղեկցողների խումբ ուներ Երիթևի ներկայացուցիչներից ու պատգամավորի թեկնածուներից բացի։ Հարգում եմ, սիրում եմ եւ քայլում եմ։ Մշտական ուղեկցողների շարքում կային մարդիկ, որ քարտեզ ու բուկլետ ունեին, բայց հրաժարվեցին ներկայանալ։ Հարմար չի խոսեմ, կներեք էլի։ Չէ, հարմար չի խոսելը։ Պարոն Ավինյան, ճիշտ ենք գնում։ Բակերում պատմեցին, որ ԿՊ թիմի այցի մասին տեղեկացվել էին, սպասում էին։ Ինչ գեղեցիկ եք ժպտում։ Սպասում էին, բայց ոչ բոլորը։ Քարոզչական հանդիպումից հեռու կանգնած մի տղամարդու մոտեցանք։ Վարչապետի սպասում էի։ Ուրիշ բան հարցրու։ Իսկ Մարջան Մարությանը մի քանի թաղ քայլեց քարոզչական թիմի հետևից, տարիքի բերումով քայլերը դանդաղ էին, Փաշինյանի հետևից չհասավ, որ ճշտի, ինչու է թոշակը 10,000-ով ավելացել ու նպաստն անմիջապես պակասել։ Նույն Շենգավիթում քարոզչություն անող Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է որդու թեմայով ուղիղ բանավեճի մեջ մտնել Փաշինյանի հետ։ Հորդորել է չմտնել ընտանիք։ Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն այսօր կարճ արձագանքեց վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։ Նա սպառնացել էր մեջբերում եմ Ծառուկյան Գագիկ լեզուդ երկարել է, լակոտիդ բռնելու ենք մեջբերման ավարտը։ Փաշինյանը նկատի ուներ Ծառուկյանի հետախուզվող որդուն, որը մեղադրվում է զենքի գործադրմամբ, խուլիգանության եւ հափշտակության մեջ։ Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել։ Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու։ Հիմնական քաղաքացիական մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր չի կարելի տվյալ մասին խոսել։ Հարց կա թողի մասին խոսեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ կլասը չեմ գցի, որ ես պատասխանեցի, որ հիմնական հարցը ես նորից եմ ասում, որ քաղաքացիական մեջ ընտանիք մտնել, երեխա, ծնող ասելը դա ընդունված չի։ Ես էլ իմ կլասը չեմ գցելու երբեք, ոնց կամ այդպես մնար։ Թե Փաշինյանն ինչպես էր առանց դատարանի որոշման արդեն բանտ նետում Ծառուկյանի որդուն չբացատրեց։ Իսկ Գագիկ Ծառուկյանը երեք լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, թե 2024-ից հետախուզվող որդին, եթե Հայաստան գա, ապա իրեն կարող են ցավեցնել։ Որ ասում են կրակել է տղաս, տենց բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարի հանձնել է, 3 փամփուշտ պակած, ասել է որ կենթաներ մոտ դուրս եկե, որ օդ հակրակի վրանց վրա չհարցակվեր։ Տվածա ցուցմուն գտե։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, որ 5-ն էլ այսօր դուրս են, բաց թողած են։ Բայց ինչի՞ չի գալիս, ի՞նչ նախանցիրա։ Ուզում եք ինձ ցավացնեն, եղբայրջան, գան որ ասենք Ծառուկյան, սենց պետք է սենց լինի, որ գանստել, ես իրենց ասածները չեմ անել։ Հայաստանի դատախազությունը դեռ նախորդ տարվա հունվարին էր դիմել Բելարուսի գլխավոր դատախազությանը,
Սարգսյանը Նվեր Ծառուկյանին հայ իրավապահներին հանձնելու միջնորդությամբ։ Բելարուսից պատասխանել էին դա կանեն, երբ Ծառուկյանին իրենց տարածքում հայտնաբերեն ու ձերբակալեն։ Այս միջնորդությունից ավելի քան 1 տարի է անցել, բայց Նվեր Ծառուկյանը դեռ չի վերադարձվել Հայաստան։ Իսկ Կրտսեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2024-ին Ծաղկաձորի խաղատներից մեկում, որտեղ կրակոցներ էին հնչել։ Իրավապահների պնդմամբ դեպքից հետո նաև թիկնապահները հեռացել էին իրենց հետ տանելով խաղատան DVR սարքերը, որոնք պահպանում են տեսախցիկների ձայնագրություններն ու ամենակարևոր ապացույցն են։ Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Ծառուկյանի որդին չի ընդունում մեղադրանքը ու ոչ թե փախել է, այլ գործուղման մեջ է Ռուսաստանից գնում է Բելարուս եւ հակառակը։ ՔՊ-ից նաև Ռուբեն Ռուբինյանն էր երեք կարճռիլով անդրադարձել Ծառուկյանի ենթադրյալ շանտաժի մասին հայտարարությանն ու հարցրել. իսկ հնարավոր է, որ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է Ծառուկյանին թելադրում եւ գուցե դրա համար է Ծառուկյանը խուսափում Լուկաշենկոին քննադատել։ Ռուբինյանը նաև ասել էր, Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի թեման։ Իդեպ հիշեցնենք, Բելարուսի նախագահը շնորհավորել էր Ադրբեջանին իր որակմամբ տարածքներն ազատագրելու համար։ Ծառուկյանին հարցրինք, ասելիք ունի իշխանությանը։ Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկները ուրիշ բան է։ Երբ որ մարդիկ այդքանը կարողանան հասկանալ։ Այսօրին չենք լավ, ես թեման ազգ այդ բաներին դու կարաք հավատալ։ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ըստ քաղաքապետարանի օրերս ծեծի էր ենթարկվել թաղապետարանի աշխատակիցը։ Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը սլաքները դեպի Բարգավաճ Հայաստան կուսակցություններ ուղղել, նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հայրենիք կինոթատրոնի շենքից ԲՀԿ-ի քարոզչական պաստառը հեռացնելուց հետո, ինչը պահանջներին չի համապատասխանել։ Ծառուկյանից հետաքրքրվեցինք, փորձել է պարզել իր թիմակիցներն ինչ կապ ունեն միջադեպի հետ։ Լավ, անարմարա տեսա։ պնդում է, որ Ես տեղյակ չեմ։ Ով ասել է գնացեք իրեն հարցեք, դավայ, գնացեք։ Քարոզարշավի դուրս եկած ԲՀԿ առաջնորդը, որ մինչև այս պահը չի բացահայտում, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն, այսօր կրկին հայտարարեց Հայաստանում կրթությունն անվճար է դարձնելու։ Հարցրինք, ինչպես, ինչ քայլերով, չմանրամասնեց, այսօր նա տրամադրված չէր լրագրողների հարցերին պատասխանել։ Ով է դրանում կասկածում, ես եմ հասկացա։ Ամեն աննարի ոչինչ կա։ Առաջինը կրթության համար հարկավոր է, որ Բոլոնիայի ծրագիրը չեղյալ համար է։ Իհարկե, բոլոր Այսինքն մինչև այսօր չգիտես ինչ։ Հա, բացատրեն, որ 12 տարի լինի 10 տարի, շնորհակալություն։ Լուսավոր Հայաստանը այսօր որոշել էր բողոքի ակցիա անել հարկադիր կատարումն ապահովող ծառայության առջև, որտեղ հանդիպես ծառայության տարեդարձին մասնակցելու գնացած արդարադատության նախարարին, որը նաև իշխող կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարն է։ Այստեղ էլ ակցիան բանավեճի վերածվեց արդարադատության խնդիրների շուրջ։ Լուսավոր Հայաստանի քարոզարշավն այսօր տեսախցիկների առջև ընդմիջվեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանի ու արտարադատության նախարար Սրբուհի Գալյանի բանավեճով։ Քաղաքացին ամիսներով դեգերում է այս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել։ Եվ որ քաղաքացու ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման։ 3 բարձրագույն դատական խորհրդի այսօր էլ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց էր Լուսավորն անցկացնում քարոզարշավը։ Մինչ տուգանքներ բռնագանձող կառույցի առջև Մարուկյանը պնդում էր, թե հակառակ իշխանության խոստմանը քաղաքացին տուգանքի մատերիալ է մնացել, շենքից դուրս եկավ ոլորտի անմիջական պատասխանատուն, ով նաև իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավորի թեկնածու է ու իրան համաձայնությունը հայտնեց։ Մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սարեցնում է գործառույթը շատ արագ, վայրկյանների ընթացքում անում է, բազմաթիվ։ Մարուկյանը կոնկրետ օրինակ ուներ, որ իր կուսակցի հետ էր պատահել։ Ես մի կերպ այդ հարկային պարտավորությունները վճարել եմ ու հիմա անցած տարվա մայիս ամսից 101,000 դրամի կալանքը առ այսօր իմ հաշվի վրա դրված է։ Այսինքն նայեք, սարեցնելուց սարեցնում եք տիկին նախարար, հանելուց չեք անում։ Լուսավորի ղեկավարն ասում էր, համակարգը չի գործում, նրա քաղաքական հակառակորդ արդարադատության նախարարը հակառակն էր պնդում։ Իրավիճակների համար ասելու, որ այս ամեն ինչը պետք է փոխվի։ Անխափան աշխատում է։ Չի աշխատում։ Մնացածը ես վստահեցնում եմ, որ աշխատում է։ Իշխանության գալու դեպքում Լուսավորը խոստանում է լուծարել հարկադիրը։ Գալյանն այս կտրուկ լուծումը խելամիտ չհամարեց։ Մենք լուծարելու ենք այս մարմինը տիկին նախարար, չենք ուզում այս տոնին մասնակցել։ Այլ համակարգ ենք ներդնելու։
Լուսավորի ղեկավարն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե պետական բյուջեում տուգանքը որպես եկամուտի աղբյուր է նշված։ Գալյանը զարմացած հակադարձեց, թե բյուջեում նման տող չկա։ Դուք այսօր պետական բյուջեում տուգանք եք պլանավորում, ոչ կարելի է ժողովրդին տուգանել է պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ինչու ենք պլանավորում։ Տուգանք է պլանավորվում, թե տարեկան ինչքան մարդ է տուգանվելու, հետո գերակատարվում է տուգանքը ժողովրդյան։ Ոչ կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ժողովուրդը 8 տարի անց հեղափոխությունից հետո շարունակում է տուգանվել անդադար տուգանվել։ Ուզում եք ասեք իրավախախտումները հանեք։ Իրավախախտումների տրամաբանություն կա, չափ կա, ձև կա, կարգ կա։ Մի հատ գիծ տրորելու համար ինչքան մարդ է այսօր տուգանված, հաշիվներ եք արգելանքի տակ, տարբեր խնդիրների առաջ կանգնած։ Եկեք անկեղծ խոսենք, շարունակեց նախարար Գալյանն ու ընդունեց, որ համակարգից չեն կարող դժգոհություններ չլինել։ Բայց ձեր տոնը կատարումն ապահովող ծառայությունը, այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գոհ լինեն, որովհետև ուզենք թե չուզենք, տեղ հասանք, որովհետև ուզենք թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով եւ այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու գույքի բռնագանձում շատ դեպքերում։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ տուգանքները դատական ակտեր են։ Խոսքից խոսք ու երեխաների իրավունքներին հասան։ Մարուկյանը հիշեցրեց, թե ընդամենը օրեր առաջ է Վեդիում բացահայտվել անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության սարսափելի դեպքը, որի վրա նրա խոսքով իրավապահները ամիսներով աչք էին փակել։ Փաստացի, փետրվարին երեխաների նկատմամբ բռնության մասին առաջին ահազանգին իրավապահները 3 ամիս ընթացք չէին տվել։ Դա արեցին միայն լրագրողների բացահայտումներից հետո։ Ենթադրյալ բռնարարները կալանավորվեցին, ապա Արարատի իրավապահ համակարգի 5 պաշտոնյա ազատվեց գործից։ Գալյանը համաձայն չէր, թե գործը կոծկվել է, բայց եւ ընդունեց, որ լրագրողների հրապարակումներն են արագացրել քննությունը։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործի Այսինքն բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված լինեն, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճար չեն ստանում, հավակնում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին, փագում էին, եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճուկրակ մարդկանց։ Նախարարը եկել էր հարկադիր կատարման ծառայության հիմնադրման 28-ամյակի միջոցառմանը եւ Մարուկյանի հետ բանավիճելուց հետո հեռացավ։ Կուսակցությունն էլ ավարտեց իր քարոզչությունը։ Մալաթիա Սեբաստիա համայնքում հանրահավաք է արել Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Հավաքին Գայանե Սարիբեկյանն էր հետևում, ներողություն, Գայանե, բարի երեկո, ինչի վրա կենտրոնացավ ընդդիմադիր դաշինքի առաջնորդը այսօր։ Բարի երեկո Աստղիկ, այո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում, այստեղ հենց եկան ու միանգամից տեղի ունեցավ հավաքը։ Դաշինքի առաջնորդն ու նրա թիմակիցները ելույթներ ունեցան, երկրորդ նախագահը հիմնականում կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու դրա հետևանքների վրա։ Նա օրինակ այստեղ հենց ելույթի սկզբում հիշեցրեց, որ ինքը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչ է եւ համեմատություններ անցկացրեց Արարատ լեռան սիմվոլի ու այս համայնքի անվան միջև, թե ըստ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն է մեջբերում, թե եթե Արարատ լեռը Արարատի սիմվոլը իշխանությունը Փաշինյանը համարում են կոնֆլիկտածին, ապա ինչ են անելու այս համայնքի անվան հետ, արդյոք դա փոխելու են եւ ըստ Ռոբերտ Քոչարյանի այսպես կարծող մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Հետո Ռոբերտ Քոչարյանը խոսեց իշխանության ու Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասին, թե եթե այդ սրտիկները սիրո խորհրդանիշ են, ապա ինչպես է ընթացել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ ինչպես է արտահայտվել այն ժողովրդի եւ պետության նկատմամբ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե այդ սրտիկները իրական են ու իշխանությունը սիրում է պետությունն ու ժողովրդին, ապա երկրի դարպասները չէին բացի հակառակորդի առջև եւ չէր լինի պատերազմ չէին հրահրի, այդպես ձևակերպեց Ռոբերտ Քոչարյանը եւ դրա հետևանքով չէին լինի մարդկային ու տարածքային կորուստները։ Առաջարկում եմ Հայաստան դաշինքի առաջնորդի ելույթից լսել հատված։
ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես, ուր նայում ես, սրտիկների մեջ է։ Ենթադրում եմ նաև դա հայտարարվում է, որ այս ամենը նշանակում է, որ իշխանությունը իբրև ձեզ սիրում է։ Սա է, չէ՞ մեսիջը։ Սա է, որ սիրում է երկիրը, սիրում է ժողովրդին։ Հիմա փորձենք հասկանալ, նորմալ մարդը ինչի նկատի ունի այս երկու հասկացության տակ, ինչ է նշանակում սիրել երկիրը և ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Ենթադրում է, որ երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամուր են պահել? Ոչ, ուրեմն չեն սիրում։ Ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Երևի առաջերտին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ինչ են արել, հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա է ձեր սերը։ Հիմա համաձայնում եք, որ մի քիչ տարօրինակ սեր է։ Իսկապես տարօրինակ սեր է։ Չեն անում, չեն կանխատեսում, չեն գուշակում, չեն մտածում, թե ինչ է լինելու 2 օր հետո։ Եվ դրանից տուժում է երկիրը բոլոր հարցերում իդեպ, ոչ միայն Երևանի վերաբերյալ, անվտանգության հարցերում, արտաքին քաղաքականության հարցերում։ Պատրաստ են փչացնել հարաբերությունները բոլորի հետ, չմտածելով, թե ինչ հետևանք է դա ունենալու մեր ժողովրդի համար։ Կայանը մյուս թեկնածուները ինչ շեշտադրումներ արեցին, մի քանի բառով էլ խնդրում եմ դա փոխանցես։ Ռոբերտ Քոչարյանից առաջ ելույթ ունեցան Հայաստան խմբակցության պատգամավորները Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը, նրանք խոսեցին տարբեր թեմաներից, օրինակ նաև Երևանի խնդիրներից, օդի աղտոտվածությունից, խցանումներից, ինչպես նաև գույքահարկից, որ գործող իշխանության օրոք մի քանի անգամ ավելացել է, խոստանում էին, որ այս գույքահարկը կնվազեցնեն եւ կփոխեն կարգը, ինչպես նաև կլուծեն մյուս խնդիրները։ Արթուր Խաչատրյանը օրինակ խոսեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե եթե Փաշինյանը գործող իշխանությունը չվերընտրվի, ապա պատերազմ կլինի, նա դիմեց իր աջակիցներին եւ ասաց, որ չհավատա Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերին, այդպիսով Փաշինյանը փորձում է վախեցնել հայ ժողովրդին, ինչպես նաև նա այսպիսի մի ձևակերպում արեց, որ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի պատկերացումները Հայաստանի մասին նույնական են։ Այս հավաքից հետո Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները իրենց շփվեցին միմյանց հետ, լուսանկարվեցին եւ հեռացան։ Աստղիկ։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, Գայանե Սարիբեկյանը Հայաստան դաշինքի նախընտրական հանրահավաքի մասին էր պատմում, միասնության թևերը տավուշում էր։ Անվտանգային հարցերի վրա շեշտը դնող Արման Թաթոյանը ընտրողներին խոստացել է իշխանության գալու դեպքում հրապարակել 2016-ի և 2020-ի քառօրյա և 44-օրյա պատերազմների մասին ազգային ժողովի գաղտնի զեկույցները, որպեսզի նրա խոսքով մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այդ երկու զեկույցներն էլ հիշեցնեմ Փաշինյանի կառավարության շրջանում են կազմվել եւ չեն հանրայնացվել։ Մենք պետքա բացահայտենք, մի անգամից բացահայտելու ենք 2016 թվականի քառօրյա ու 20 թվականի 44 օրյա պատերազմների զեկույցները։ Լիքը բան միշտ գաղտնի է եղել ժողովրդից։ Հանելուկներ են եղել, հոկտեմբերի 27-ը։ Մինչև հիմա սենց հանելուկի պես գնում է։ Մենք օրինակ մեր ծրագրով ենք այդ արխիվներն էլ ենք բացելու։ Որովհետև այդ հանցագործությունը մեր պետության հիմքերը խարխլած հանցագործություն է։ Եվ այդ պատերազմական այդ քննիչ հանձնաժողովներն էլ նույնպես պիտի հրապարակվեն։ Այստեղ մեր անհայտ կորած տղերքի ծնողները հարցեր ունեն լիքը, ընտանիքները, մեր գերիների, չգիտեմ, զոհվածների, մեր տղերքի, մեր հերոսների ընտանիքները հարցեր ունեն, մեր զինվորականների համար է շատ կարևոր, որովհետև այսօրվա իշխանությունը ինչ է անում։ Ինքը իր վրայից հանցագործությունները, այդ խախտումները մաքրում է։ Եվ ստացվում է պատերազմի արդյունքը մենակ բաներն էին, զինվորականներն էին մեղավոր։ Այսինքն բանակի հետ գալով
մի փոքր բանակին, եթե մենք բանակ ուժեղ, հզոր բանակ մենք չունեցանք, մենք չենք կարողանալու նորմալ հակազդել ու մեզ անընդհատ պարտադրելու են զիջումներ։ Ուժեղ Հայաստանը եւս տավուշում է, որտեղ սահմանամերձ մարզի բնակիչների հետ իրենց առաջարկած երաշխավորված խաղաղության թեմայից են խոսել։ Այսօր ուժեղ Հայաստանը Տավուշի մարզում իր քարոզարշավն սկսել էր Բագրատաշենից, որը սահմանամերձ է Վրաստանի հետ, այնուհետև եկել էին փախստականներով բնակեցված Զորական գյուղ, հետո Կողբ, իսկ ավելի մեծ հանրահավաք տեղի ունեցավ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում։ Այստեղ հնչեցին ուժեղ Հայաստանի հիմնական թեզերը, խոստումներ այն մասին, որ 0% հարկ են ապահովելու փոքր բիզնեսի համար, 300 նոր աշխատատեղ են ստեղծելու, ինչպես նաև անվճար կրթության ու գյուղատնտեսության բարելավման ծրագրերի մասին խոսեցին։ Հատուկ շեշտադրումով Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակը, խոսեց սահմանների անվտանգության մասին եւ ինչպես միշտ ասում են երաշխավորի անհրաժեշտության, այնինչ խաղաղությունը ըստ նրա անհնար է առանց երաշխավորի, քանի որ չեն վստահում Ալիևին։ Մենք ուզում ենք այս մարդու հետ իրապես կնքենք խաղաղության պայմանագիր։ Բայց ուզում ենք, որ այդ պայմանագրով երաշխավորը լինի։ Մենք իրենց չենք վստահում, ժողովուրդ, ես չեմ վստահում իրենց։ Դուք եթե վստահում եք, ասեք։ Ես թուրքերին չեմ վստահում, այս խաղաղությունը ուզում եմ մեկը երաշխավորի, որ երբ որ 50 ասկյար սահմանը հատեն, միջազգային մեխանիզմ լինի, հարևան երկիր լինի։ Մեզ պետք է երաշխավոր, բայց մի հատ չէ, մեկից ավելին։ Ինչու է մեկից ավելին պետք։ Որտեղ նախորդ անգամ մեր խնդիրը այն էր, որ մենք հույսը դրել էինք մի ուժի վրա։ Այս անգամ մեր հարևան Պարսկաստանը, մեր դաշնակիցները ովքեր ինչ որ պահ մեր հույսերն անգամ չեն արդարացրել։ Թեկուզ եւ երրորդ կողմը պայմանագրի ստորագրման վկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեզ երաշխավորա պետք։ Հետաքրքիր էր, որ այստեղ ուժեղ Հայաստանի անդամներին դիմավորեց անձամբ քաղաքապետ Արսեն Աղաբաբյանը, նա ապրելու երկիր ընդդիմադիր կուսակցության անդամ է, 2021 թվականին թեև քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ թվով ձայներ ստացել, բայց երկու ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին եւ կարողացան իրենց թեկնածուին անցկացնել եւ ընտրել քաղաքապետ։ Այստեղ ելույթ ունեցավ ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նա նշեց, որ այն ինչ տեղի ունեցել 2021-ին ակնկալում են, որ այդ նույն արդյունքը, այսինքն դիմադիրների մեծ թվով ձայներ ստանալը տեղի կունենա նաև հունիսի 7-ի ընտրություններին։ Նոյեմբերյանցիների քվեի շնորհիվ արդեն 5 տարի է քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն է։ Եվ հունիսի 7-ին ոչ միայն Նոյեմբերյանում, այլև ամբողջ Հայաստանում մենք պետք է քաղաքացիական պայմանագրին սարքենք ընդդիմություն։ Եվ ընտրությունների կարևորությունը հենց կայանում է նրանում, որ ընտրություններով հնարավոր է եւ մենք փոխելու ենք իշխանություն։ Քիչ առաջ նաև Բերդ համայնքի Պարավաքար գյուղում էին ուժեղ Հայաստանի անդամները, բոլոր համայնքներում խոսեցին սոցիալական խնդիրներից, իրենց նախընտրական 5 կետերից, ծրագրային, որտեղ նշվում է, որ փոքր բիզնեսի համար 0% հարկ է գործելու, կրթությունը դառնալու է լիովին անվճար, հետո 300,000 աշխատատեղերի մասին նաև նշվեց։ Ես Բերդի գործանում աշխատել եմ 4 տարի։ Այն ժամանակ ավելի լավ այլ է։ Քանչը մի, ես այն նողը ստացել եմ, հա, այն ժամանակ լավ։ Ես ընդեղից եմ թոշակի ստացել։ Ինդով լավ է, բայց այդքան չէ։ Հիմնական մասը իսկ հանկացումների գծով որ ապրանքատեսակն եք տեսնում, որ ամենակարևորն է, որ գինը ցածր է։ Սնունդը ձեթը, ձեթը, ալուրը, ամենակարտոշկեն,
Նշեմ, որ Բերդ համայնքի գյուղերից է Պարավաքարը, այստեղ էլ նույնիսկ վարչական ղեկավարն էր դիմավորել Ուժեղ Հայաստանի անդամներին եւ նույնիսկ հայտարարեց, որ ինքը չի վախենում բացահայտ աջակցում է Ուժեղ Հայաստանին եւ կրում էր նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության անվանումով շապիկ, նա այստեղ քննադատեց իշխանություններին բոլոր հարցերում, սոցիալական հարցերի մասին հիմնականում մարդիկ այստեղ բարձրացրին թանկացումները նշեցին եւ իհարկե խաղաղության մասին էին խոսում, նշում, որ ուզում են ավելի ուժեղ ղեկավար, որը իրենց ավելի հաստատուն խաղաղություն կբերի։ Այդ ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց Ուժեղ Հայաստանին վերագրվող հերթական վարույթի մասին։ Կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողներին տվել է ընտրակաշառք։ Համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելով ապահովել են նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին։ Իրավապահները սակայն անուններ չեն նշել, նաև ձերբակալությունների մասին են հաղորդել, էլի չհստակեցնելով, քանի հոգի ինչ հոդվածներով են ձերբակալված։ Հակակոռուպցիոն կոմիտեն փետրվարից ի վեր բացառապես Ուժեղ Հայաստանին վերաբերող ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի խախտման գործեր է հարուցել։ Այս ուժը պնդում է, թե կաշառք բաժանելու կարիք չունեն եւ վարույթները իրենց ճնշելու նպատակ ունեն։ Նույն հակակոռուպցիոն կոմիտեն սակայն առանց վարույթ նախաձեռնելու եզրահանգել է, որ Թալինի ՔՊԱ-ական քաղաքապետը չի խախտել բարեգործության արգելքը, ավելին քննչական կառույցը ուսումնասիրելով փաստաթղթերը նախընտրական շրջանում Տավրոս Սափեյանի օգնություն բաժանելը որակել է քարոզչությունից զերծ պաշտոնական լիազորության իրականացում։ Ուստի մերժել են գործ հարուցել, անկախ դիտորդների իրավապահներին դիմել ներկայացնելով իշխող ուժի ընտրացուցակի 61-րդ համարի Տավրոս Սափեյանի ստորագրած որոշումը, ըստ որի Թալինի բյուջեից ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն է բաժանվել այն շրջանում, երբ ընտրական օրենսգրքով արգելված է թեկնածուի կողմից բարեգործությունը։ Չնայած իրավապահների մերժմանը, դիտորդները պնդում են, խախտվել է դրամական աջակցություն տրամադրելու արգելքը, չեն բացառում, որ հնարավոր է բողոքարկել։ Անկախ ամեն ինչից ինքը նաև թեկնածու է եւ օրենքով արգելվող գործառույթը երբ որ իրականացնում է, այստեղ ընկնում է բարեգործության արգելքի տակ։ Այս դեպքը այն դեպքը չէ, որին որ կարելի է պաշտոնական լիազորություններ ասվածով հղում տալ եւ փակել էջը, որովհետեւ փաստացի նման գործառույթ իրականացնելու լիազորություն համայնքի ղեկավարը չունի եւ դուրս է եկել իր լիազորություններից։ Ինքը ավելի շատ հիշեցնում է կոռուպցիոն մեխանիզմ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Մինչ Մոսկվայից հստակություն են ակնկալում եւ արագ, Երևանից պնդում են Եվրամիություն, թե ԵՏՄ ընտրության ժամանակը դեռ չի եկել։ Մենք թափանցիկ գործընկերաբար կխոսենք եւ մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք, թե որը կլինի այդ ընտրությունը, չգիտենք։ Քաղաքական ուժերը հաղթանակի դեպքում արտաքին ինչ ուղղություն կընտրեն։ Ինչ առաջընթաց թրիփի կառուցման հարցում ամերիկացիները քննարկումներ են արել Երևանում։ Հիմա էլ հայ-ռուսական հեռակաբանավեճի մասին, մինչ Մոսկվայից այլևս ամենօրյա ռեժիմով ԵՄ կամ ԵՏՄ ճանապարհի հարցում կողմնորոշվելու կոչեր են հնչում, Երևանից ասում են պահը չի եկել։ ԵԱՏՄ թե ԵՄ պետք է կողմնորոշվել։ Անցած շաբաթավերջին Մոսկվայից գրեթե ամեն օր հնչող այս հորդորին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքում է, թե այսօր դեռ պահը չէ։ Пошли бы по пути мягкого и взаимовыгодного развода.
Կրեմլի ղեկավարի ուղիղ առաջարկից հետո այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ վարչության ղեկավար Միխայել Կալուգինն է հայտարարել. Հայաստանը երկու աթոռին միաժամանակ նստել չի կարողանա եւ զգուշացրել մեջբերեմ Երևանի այսպես կոչված եվրոպական ուղիով առաջ խաղացումը ինչ որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների։ Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց։ Մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած, երկուսը միաժամանակ հնարավոր չէ։ Արտգործնախարար Միրզոյանը Ազատության հետ զրույցում ընդգծում է, իրենք էլ են նույնը ասում, որ այդ երկու կառույցները համատեղելի չեն։ Իսկ երբ ընտրություն անելու պահը գա, կընտրեն, իսկ նախարարը հնարավոր համարում է, որ Մոսկվան պարտադրի արագ որոշել։ Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ այդ կետի վրա էլ վերջին խոսակցությունը, ամենաթարմ խոսակցությունը ավարտել ենք, որ ինչ-որ պահ լինի, երբ որ պետք է ընտրություն անել, մենք թափանցիկ գործընկերաբար կխոսենք եւ մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք, թե որը կլինի այդ ընտրությունը, լավ չգնենք։ Ակնհայտորեն ԵՄ անդամ լինել եւ ԵԱՏՄ անդամ լինել միաժամանակ չի լինի։ Այսօր այդ հարցը չկա։ Ռուս դիվանագետը կրկին շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է եւ որ հայկական ալկոհոլային խմիչքների 78%-ը եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա։ Կալուգինի խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են իրենց քաղաքացիներին բացատրել եվրասիական եւ եվրոպական միությունների դրական եւ բացասական կողմերը։ Նախարար Արարատ Միրզոյանը այսօր չհամաձայնեց ձևակերպման հետ, թե Հայաստանը փորձում է միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Հիմա Հայաստանը նստած չի, հիմա Հայաստանը կանգնած զարգանում եւ առաջ է գնում։ Թե տենց շատ ուզում եք ալեգորիան երկու աթոռ, դա ուրեմն երկու աթոռ չի, դա 22 աթոռ է։ Երրորդ տարին է Երևանը պնդում է, թե վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, բայց օրինակ նախորդ տարի Եվրամիության հետ առևտուրը կազմել էր 2.5 միլիարդ, ինչը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7%-ն է։ Մինչդեռ Ռուսաստանի հետ առևտուրն անցած տարի կազմել է 7.7 միլիարդ, ընդհանուրի 35.8%-ը։ Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև հարավկովկասյան երկաթուղու կառավարման հարցին։ Այստեղ էլ կրկնել է այն, ինչ անցած ամիսներին ասվել էր, թե հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը չի սահմանափակում Հայաստանի մրցակցային առավելությունները։ Նաև Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումից է որոշ մանրամասներ հայտնել։ Պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ եւ փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում։ Թե կոնկրետ ինչ մասնակցության մասին է խոսքը եւ ինչպես է այն իրականացվելու, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել։ Շատ փակագծեր չի բացում նաեւ Հայաստանի արտգործնախարարը։ Այն գլխից էլ, երբ որ սկսեցինք խոսել ապաշրջափակման մասին, եթե չեմ սխալվում, ռուսաստանյան գործընկերները հրապարակային ողջունեցին, ցանկություն էլ հայտնեցին որևէ կերպ մասնակցեն։ Հիմա էլ կարող են, օրինակ հենց հիմա Հարավկովկասյան երկաթուղիների ռուսական ընկերությունն է, չէ՞, եթե մասնակցում են արդեն, եթե Ռուսաստանից ցորենը օրինակ ոնց է գալիս է Ադրբեջան, Վրաստան, Հայաստանում երկաթուղիները կարծես այսինքն 1000 ձև ու 1000 շերտ կա, էլի։ Բացի դրանից ինչ որ ուրիշ մասնակցության ձևաչափ կլինի քննարկենք հենց նոր այդ գործընթացը սկսվել։ Թրիփում ռուսական մասնակցության մասով Միրզոյանն ասում է, այս պահին Երևանն ու Վաշինգտոնը որևէ երրորդ կողմի ներգրավվածության շուրջ քննարկում չունեն։ Թրիփից խոսել է նաև ռուս պաշտոնյան եւ պնդել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ուղին մեջբերեմ ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական եւ ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք համակցում։ Каждый проталкивает свои интересы кто как может։ Երևանի եւ Մոսկվայի միջև արկա այս տարաձայնություններին զուգահեռ ազգային ժողովի նախագահն է Դոյչե Վելեին ասել, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կմնա այնքան, որքան նախատեսված է պայմանագրով, իսկ դրանից հետո կհասկանան։ Թեև իշխանությունը հայտարարում է հաստատված խաղաղության մասին, Սիմոնյանը հարցազրույցում չէր բացառում որևէ X երկրի հարձակումը Հայաստանի վրա։
Օրվա վերջում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ անցկացրեց 10 տարի առաջ Ուկրաինայում եւ այսօր Հայաստանում ընթացող պրոցեսների միջև։ Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկսվում, Մաքս սոցիալական ցանցում գրել է Վոլոդինը, քննադատելով Զելենսկու Երևանյան այցը, որից հետո Մոսկվան բողոք փոխանցեց Երևանին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Վավաևիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար էլ ակնհայտ մեկ հարց գոյություն ունի. ինչպես են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մերձենալու են մեր պետությունները, թե հեռանալու են միմյանցից։ Հարաբերություններում լարվածությունը ավելի շատ է լինելու, թե ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են ծագում։ Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էր սկիզբ առնում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է թրիփ նախագծի իրականացման աշխատանքների ընթացքը քննարկելու համար Երևան ժամանած ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարության եւ զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Կառավարությունը փոխանցում է, որ կողմերը քննարկել եւ համաձայնեցրել են թրիփի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր։ Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնում։ Հիմա քաղաքական ուժերի արտաքին կողմնորոշման նախապատվություններին անդրադառնանք, որ ուժը հաղթանակի դեպքում ուր կտանի Հայաստանը։ Թե իշխանության, թե առանցքային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանն ըստ ամենայնի առաջիկա տարիներին չի լքի Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը կամ Եվրամիության անդամակցելու հայտ կներկայացնի։ Կառավարող քաղաքացիական պայմանագիրը նման խոստում չի տալիս, վարչապետ Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրում միայն նշվում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի սառեցված անդամակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի, իսկ Եվրամիության մասով քաղաքացիական պայմանագիրը խոստանում է հարցին անդրադառնալ նկատի ունենալով արդյոք դաշինքը պատրաստ կլինի ընդունել Հայաստանին։ Մինչդեռ հիմա Երևանը այլ Եվրասիական միության անդամ է, որտեղից ամենօրյա ռեժիմով Փաշինյանին զգուշացնում են եվրոպական ճանապարհին տնտեսական հետևանքների մասին։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը եւ մենք նաեւ թափանցիկ կերպով ենք որում այս քաղաքականությունները ամբողջը հրապարակային են, դրանց տակ որևէ դավադրություն չկա թաքնված։ Մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ծրագրում գրում է թե Եվրասիական միությունում, թե ՀԱՊԿ-ում դիրքերն ամրացնելու մասին։ Նա օրերս քննադատում էր Եվրամիության անդամ Ֆրանսիայի նախագահի այցը, այն անարդյունք գնահատելով։ Ինչ մնում է Մոսկվային։ Ռուսաստանի իշխանություններն անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ։ Անտեղի քննադատեմ մարդկանց։ Չէ, դե որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով։ Նա ընտրողներին անընդհատ զգուշացնում է, հիշեցնում Պուտինի խոսքերը, որ Երևանի եվրոպական հավակնությունները կարող են վատ ավարտվել։ Պուտինի բանն էլ լսեցի, էլի։ Մի օր որ համբերությունից դուրս գա ու բան անի, ասի գնացի ԵԱՏՄ-ից, ես չգիտեմ ինչ կա։ Ծրագրում Հայաստան դաշինքը փոխլրացնող արտաքին քաղաքականության մասին է խոսում, ինչը մանրամասնում է դաշինքի տեխնացու դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, չի նշանակում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Մենք դա չենք անելու, ավելի լավ տարբերակ երբ ունենանք կարող ենք քննարկել, փակ չենք որևէ առաջարկի եւ քննարկումների համար, բայց մեր անվտանգությունը հարցականի տակ դնել այլ ուժային կենտրոնաշահերի համար չենք անելու։ Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ Հայաստանի տնտեսական ապագան Ռուսաստանի հետ է տեսնում։ Գազը դարավ Եվրոպայի գնին 600-800 դոլար, ինչ ենք անելու։ Ձեր ցավը տանեմ, մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ։ Մակրոնը այսօր կա, վաղը չկա։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը Եվրամիությանն անդամակցելու խոսակցություններն անգամ անիմաստ է համարում։ Եվրամիությունը չունի Հայաստանի անդամակցության ծրագրեր։ Ընդլայնման օրակարգում նման բան չկա, մեզ անգամ չի տրված ի տարբերություն շատ 9 երկրի միանալու գործընթացի կարգավիճակ, այսինքն ոչ մի process գոյություն չունի։
Կոնգրեսում նաև ծրագրեր չունեն լքել Ռուսաստանի առաջնորդած տնտեսական ու ռազմական դաշինքները, Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը։ Հիմա մենք ոչ մի քայլ չպետք է անենք, որը կարող է մեզ դիրքավորել որպես ինչ որ մի բլոկի մեջ մտնելու քայլ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւս չի կարծում, թե հիմա Եվրոպական միությանն անդամակցելու ժամանակն է։ Նրա գլխավորած միասնության թևեր կուսակցության ծրագրում ինտեգրացիոն դաշինքների մասին չի հիշատակվում։ Պետք է լինենք իրատեսական։ Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի համար հիմա իրատեսական չէ։ Մենք դրա համար ասացի, որ զարգացնելու ենք անհատապես հարաբերությունները եվրոպական երկրների հետ, նաև առանձին ծրագրերով Եվրամիության հետ։ Միաժամանակ քիչ չեն նաև ընտրապայքար մտած ուժերը, որոնք Հայաստանը տեսնում են Արևմուտքում, ՆԱՏՕ-ում, Եվրոպական միությունում, խոստանում են օր առաջ լքել ռուսական դաշինքները։ Թուրքերը այսօր բացում են։ Արարատ Միրզոյանը այս լուրը նախընտրեց ասել շշուկով վարչապետի ականջին։ Հետո էլ չմանրամասնեց այդ ինչ խորհրդապահություններ, թեև առաջարկում էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը ողջունող մի հայտարարություն անի, որն այդպես էլ ողջ օրը չտարածվեց ու հիմա հայտնի չէ այն ինչի մասին ոգևորված խոսում էր արտգործնախարարը, եղավ թե ոչ։ Այսօր բացում են, հիշում եք դեպի որ դեստինեյշն այսօր բացում։ Մի հատ welcoming text անենք, բանի ակնհայտ խոսնակի կոմենտ, բայց Սպասում են ինչ-որ նորություն կար թաքուն էին։ Դե որ լինի կամ կասենք էլի, որ նորություն լինում է, անմիջապես Հայաստանի հանրությունը տեղեկացվում է։ Եթե մի բան դեռ չի հանրայնացվում, նշանակում է մի բան ընթացքի մեջ ավ, հենց լինի կա։ Սպասում եք այդտեղ նորություն չէ, թե սովորական աշխատանքն։ Դե որ հսպսալու պահը անցած լիներ, չենք հսպսա, մի անգամից կգային կամերայի առաջ ուղիղ կասեն։ Եվ այն ինչ չբացահայտեց Միրզոյանը, ընդամենը մի քանի րոպե անց պատմեց Փաշինյանը։ Պարզվեց այդ ոգևորությունը փակ սահմանին չէր վերաբերում։ Ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից եւ արտահանում ենք որևէ տեղ, պետքա նշվի բանի երկիրը, հասցեատել առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպում էր երրորդ երկիր նոր արտահանում էր Հայաստան։ Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանին երկիր, առաքման երկիր Հայաստան նշվի։ Այսքան այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք հաջողություն։